Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցել եմ քաղաքագետ Էդգար Արաքելյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Արաքելյան։ Եկեղեցի, ավելի ճիշտ կաթողիկոս Նիկոլ Փաշինյանն այս հակասությունը ոչ միայն կանգ չի առնում, այլ գնալով ավելի է խորանում։ Նիկոլ Փաշինյանը նոր առաջարկներով է հանդես եկել, ուզում է եկեղեցիներում Հայաստանի պետական դրոշը տեսնել եւ պատարակներից առաջ օրներ կհնչի, սա ինչպես կմեկնաբանեք։ Տեսեք, նման պրակտիկա որոշ երկրներում կա, ավելին ասեմ, ես տարիներ առաջ, երբ որ ուսանող էի, դա 2004 թվականն էր, այցելել եմ Թուրքիա, Ստամբուլ, եւ այնտեղ մեր կենտրոնական եկեղեցում պատրիարքական տեսել եմ մի իրավիճակ, երբ եկեղեցու առաքելական մեր եկեղեցու պատին, դրսի եղել է թուրքական դրոշը, իսկ այսպես ասեմ, իմ համար ոչ հաճելի տեսարանը եղել է այն, որ ուրեմն եկեղեցու դահլիճում փակցված էր Աթաթուրքի մեծ նկարը։ Մենք ունենք ընտրություն կամ ինչպես ենք վերաբերում պետականությանը, արդյոք մեր պետականությունը կամ պետությունը կամ անկախությունը մեր համար ամենաառաջնային դիրքում է, թե այնուամենայնիվ այդտեղ էլ մենք ինչ որ խնդիրներ ենք տեսնում։ Իմ համար որոշակի տարօրինակ է այդ քննադատելը կամ տեսնել որոշակի քննադատական խոսքեր, քանի որ այդ իմ բերած օրինակի հիմքով ես կարող եմ ասել, որ եթե մենք չենք ցանկանում տեսնել մեր պետական խորհրդանիշերը գրեթե ամեն անկյունում, այդ թվում նաև եկեղեցուն հարակից տարածքներում կամ եկեղեցուն մոտ, ապա մենք մի օր կարող է այնպես ստացվի, որ տեսնենք ուրիշ երկրների դրոշներ մեր սրբավայրերում եւ հետեւաբար ես կարծում եմ, որ մենք մեր պետականությանը պետքա շատ ավելի լուրջ մոտենանք, քանի որ կրկնեմ մեր պետականությունը եւ պետությունը թերևս եւ նրա խորհրդանիշները թերևս մեր ինքնության կարևոր հիմքերից մեկն են, ոչ միայն մեր հավատը, այլ նաեւ մեր պետականությունը, քանի որ հենց պետականության կորստով է նախ եւ առաջ պայմանավորված ազգի ուրեմն գոյատևումը եւ հարատևումը եւ մեր բազմադարյա պատմությունը դրա վկայությունն է։ Իսկ ըստ ձեզ ինչու սա ընդդիմության արժանացավ այս գաղափարը։ Ես ցավում եմ, որ այդ գաղափարը ընդդիմության է արժանացել, քանի որ հերթական անգամ մենք տեսնում ենք, որ ընդդիմություն մեր պետական խորհրդանիշների նկատմամբ, հերթական անգամ մենք տեսնում ենք ընդդիմություն պետության նկատմամբ եւ սա իմ համար անհասկանալի է, չնայած ինչ որ առումով որոշ առումով հասկանալի է, թե ովքեր են այդ ընդդիմադիրները, դրանք են քաղաքական ուժերն են, անհատներն են, ովքեր իրենց նախկին տարիների գործունեությամբ ընդդիմադիր են եղել, այո, Հայաստանի Հանրապետությանը, նրա անկախությանը եւ պետականությանը։ Իսկ գուցե պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանն է գաղափարի հեղինակը հաշվի առնելով իր այս հակակաթողիկոսական արշավը։ Կներեք, թող ժամանակին իրենք առաջարկեին։ Այսինքն ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանն է առաջարկել։ Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն իրենց առնվազն լեգիտիմ ընտրված ժողովրդի կողմից ընտրված ուրեմն երկրի ղեկավար է եւ այո Նիկոլ Փաշինյանն է առաջարկել, կրկնեմ, թող ժամանակին իրենք առաջարկեն եւ իրենք տանային դնեին։ Թե եկեղեցին այդպես առանձին պետություններ պետության ներսում։ Այդ տրամաբանությունն էլ է իրենց մոտ աշխատում։ Որ եկեղեցին վերա ամեն տեսակ, չգիտեմ, պետականությունից ու պետական խորհրդանիշներից։ Մոռանալով կրկնեմ, որ առանց պետության եւ պետականության մենք ժամանակի ընթացքում կկորցնենք մեր ազգային ինքնությունն, այդ թվում եկեղեցին ու հավատը։
Տեսեք, որ նշում եք Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ընտրված է եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը 21 թվականին հստակ նախագծով, ծրագրով է ընտրություններին մասնակցել, բազմաթիվ խոստումներ է տվել, որոնցիկ հիմա իրականություն չեն դարձել, մի բան էլ կորուստներ ենք ունեցել, օրինակ չգիտեմ, Արցախի անվտանգության երաշխավոր էր խոստանում լինել, Շուշի եւ Հադրութ էր խոստանում դեօկուպացնել։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ ասում են կաթողիկոսն էլ իր տված խոստումն է դրժել, կուսակրոնության ուխտն է խախտել։ Հիմա մենք ունենք երկու, եթե վերցնենք, որ կաթողիկոսը դա խախտել է, որովհետև ի տարբերություն Փաշինյանի մենք դա չափելու գործիք չունենք, քաղաքականության մեջ նայում ենք ծրագրին, նայում ենք իրականությանը եւ պատկերացում ենք կազմում։ Հիմա լավ, վերցնենք, ունենք իրավիճակ, որ երկու խոցելի ղեկավարներ ունենք, հոգևոր եւ իշխանական քաղաքական դաշտում։ Ինչու պետք է մեկը գնա, մյուսը մնա։ Տեսեք, ի տարբերություն օրինակ Հայաստանի կամ հայ ժողովրդի հոգևոր առաջնորդի, Հայաստանի քաղաքական առաջնորդը կամ քաղաքական իշխանության ղեկավարը պարբերաբար ժողովրդի կողմից ընտրվելու ուրեմն պարտավորություն ունի կամ հնարավորություն ունի մեկ եւ եթե Նիկոլ Փաշինյանը որևէ խոստում խախտել է կամ որևէ այնպիսի խոստումներ է տվելու չի կատարել, ապա համոզված եղեք 2026 թվականին Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմը չի ընտրվի, եթե ժողովուրդը համարի, որ առնվազն իր տված խոստումների զգալի մասը չի կատարել կամ այնպիսի խոստում չի կատարել, որը արժանի է, որպեսզի իրենք ձայն չտան էլի Նիկոլ Փաշինյանին եւ նրա ղեկավարած քաղաքական թիմին։ Բայց ես չեմ կարծում, որ մենք պետքա համեմատենք աշխարհիկ լիդերին կրոնական լիդերից, քանի որ կրոնական լիդերը պետքա գտնվի ամենաբարձր բարոյականության սահմաններում եւ ընդհակառակը հենց կրոնական լիդերը պետքա նաեւ իր օրինակով օրինակ ծառայի եւ բարոյական նաեւ ինչ որ առումով ճնշման ենթարկի այն աշխարհիկ լիդերներին, ովքեր իրենց խոստումները չեն կատարի, իսկ Գարեգին երկրորդի հետ կապված պետքա նշենք, որ եթե իրոք նա, իսկ ես կարծում եմ, որ այդպիսին է, քանի որ տեսեք առնվազն պաշտոնական մակարդակում եւ Գարեգին B-ի կողմից մենք չենք լսել հերկման տեքստեր, ամեն տեսակ քահանայի բարձրաստիճան հոգևորականի, երբ որ նման հարց է ուղղվում, նրանք փորձում են ամեն կերպ խուսափել այդ հարցի պատասխանից, փորձելով նույնիսկ լրագրողներին մեղադրել, որ նման հարցեր են բարձրացնում, բայց կրկնեմ, այո, հոգևոր առաջնորդը իրավունք չունի համեմատվել աշխարհիկ առաջնորդի հետ եւ հոգևոր առաջնորդը այն էլ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր առաջնորդը պետքա գտնվի իր բարձունքում, իր բարոյական նկարագրով եւ գործողություններով, իսկ եթե ուրեմն նա ի սկզբանե իրավունք չի ունեցել առաջադրվելու եւ ընտրվելու կաթողիկոսի այդ բարձր ուրեմն պաշտոնին, ապա սա կրկնակի հանցագործություն է հենց իր կողմից։ Եվ ընդունելի են այդ մեթոդները, որոնք Նիկոլ Փաշինյանն է, գործի դնում, օրինակ հենց այդ ԱԱԾ-ով հոգևորականին բան խնդրելը։ Տեսեք, ես այսպեսի մի հատ բան ասեմ, հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասի մի զգալի մասը Գարեգին B-ի գլխավորությամբ որոշում կատարեց, որոշում ընդունեց մտնել քաղաքականություն եւ դրա մասին եղան բազմաթիվ հայտարարություններ։ Այն պահից, երբ որ հոգևորականը մի կողմ դրեց իր հոգևոր ուրեմն առաքելությունը եւ մուտք գործեց քաղաքական դաշտ, ընդ որում դիրքավորվելով որպես քաղաքական իշխանության քաղաքական հակառակորդ, այդ պահից ոչ միայն Հայաստանի իշխանությանը, ցանկացած երկրի իշխանություն իրեն կպահեր այնպես, ինչպես որ այսօր պահում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ դա նշանակում է, որ տվյալ իշխանությունը այդ խավի հետ վարվելու է ոչ թե ուրեմն հոգևոր սպասավորների, այլ նախ եւ առաջ
քաղաքական հակառակորդների, քաղաքականության մեջ մտած մարդկանց, այդ մարդկանց հետ վարվելու են քաղաքական կանոններով եւ ոչ թե, չգիտեմ, հոգեվոր եւ այլն։ Փաստորեն քաղաքական կանոններում քաղաքականության մեջ ԱԱՑ-ով քաղաքական հակառակորդին ճնշելու պրակտիկա կա, ինչը դուք նոր հայտարարեցիք։ Չէ, ես չեմ կարծում, որ պետքա ԱԱՑ-ով քաղաքական հակառակորդներին ճնշելու ինչ որ պրակտիկա լինի։ Ես ընդհանուր առմամբ եմ նշում, որ այս մարդկանց դեմ պայքարը նախ եւ առաջ քաղաքական գործիքներով է լինելու ու դա արդարացված է, քանի որ այս մարդիկ են այդ որոշումը կայացրել եւ մտել քաղաքականություն։ Այլ կանոններ չեն լինում։ Օրինակ, տեսեք, պատկերացնենք սպորտային, չգիտեմ, ռինգ, բոքսի ռինգ, այնտեղ եթե մեկը որոշել է, որ պետքա ուրեմն գնա եւ բոքս կպտի հակառակորդի հետ, դա նշանակում է, որ իր հետ վարվելու են բոքսի կանոնները, ոչ թե, չգիտեմ, ըմբշամարտի։ Դա նույնն է նաեւ քաղաքականության մեջ։ Եթե մեկը որոշել է, որ պետքա քաղաքականությամբ զբաղվի, ապա իր անդիմադիրը կամ անդիմախոսը իր հետ վարվելու է քաղաքական կանոններով։ Բայց այնուհանդերձ ԱԱՑ-ին ուղարկել հոգևորականի մոտ, սա ինչ է նշանակում։ Ես անկեղծ այս խոսակցությանը տեղյակ չեմ, անկեղծ եմ ասում, հետեւաբար չգիտեմ։ Հետևյալն է խնդիրը, Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, ասում է նաև ԱԱՑ ծառայողների միջոցով խնդրում ենք հոգևորականներին, այն պատարակներին, որոնց ես եմ մասնակցում, չհնչեցնել կաթողիկոսի անունը, որովհետև կաթողիկոսը պետությանը սպառնալիք է։ Ես անկեղծ եմ ասում, այդ զրույցը չեմ լսել, կլսեմ հաջորդ մեր հանդիպան ժամանակ կմեկնաբանենք։ Պարզապես թնդում է երկրում հիմա այս տեղեկությունը, սենսացիա է սա։ Ես նշեցի, համենայն դեպս, եթե որևէ հոգևորական, որևէ ԱԱՑ աշխատակցի կողմից ճնշվել է, ես կարծում եմ այդ հոգևորականները այնքան ազատ են, որ կարան դրա մասին բարձրաձայնել։ Չէ, հարցն այն չէ, բարձրաձայնում են թե չէ, իրապես բարձրաձայնել է, բայց երևույթը, որ մենք ունենք, որ վարչապետն ուղարկում է ԱԱՑ-ի աշխատողին, ասում է գնա եւ ասա, որ իմ ներկայությամբ կաթողիկոսի անունը չտան։ Սա արդյոք անթույլատրելի չէ։ Տեսեք, եթե այդ գործողության մեջ կա, այսպես ասենք, ապօրինի ինչ որ դրվագներ, ապա իհարկե անթույլատրել է։ Եթե կա օրինազանցություն, եթե կա ինչ որ, չգիտեմ, ապօրինություն, ես կարծում եմ քահանան կամ հոգևորականը կարող է դիմել համապատասխան մարմնին եւ որոշի։ Կրկնեմ, ես այդ դրվագը չեմ տեսել, կտեսնեմ հաջորդ մեր հանդիպանը կմեկնաբանեմ անպայման։ Եվ Նիկոլ Փաշինյանը սկսում է ինչ-որ ծրագրեր ներկայացնել, թե ինչպես պետք է եկեղեցին մաքրվի կաթողիկոսի հեռանալուց հետո ինչ բարեփոխումների սցենար է ներկայացնում։ Կաթողիկոսը հակադարձում է ասելով, որ մենք շարունակելու ենք մեր ծառայությունը, մեր թեմերի, մեր հոգևորականների հետ մեր ժողովրդին մատուցել։ Այսինքն երկու կողմից էլ զիջում չկա։ Դուք ինչ եք կարծում, որ մի թևը ամեն դեպքում զիջման կգնա։ Տեսեք, ես համոզմունք չունեմ, որ Գարեգինը այնուամենայնիվ ինքնակամ կհեռանա, քանի որ ես կարծում եմ Գարեգինը եւ իր նեղ շրջապատը լավ հասկանում են, թե ինչ խնդիրներ ունեն եւ հեռանալուց հետո ինչ խնդիրներ կարող են առաջանալ իրենց համար եւ միջև վերջ փորձելու են պայքարել եւ կարճած մնալ այդ հոգեվոր իշխանության աթոռներից եւ տեսեք Գարեգինի խնդիրը ծագում է ներսից եւ հենց ներսի ապա լեգիտիմացումն է, որ Գարեգինին ստիպելու է հետ նահանջել։ Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ հոգևորականներ եւ բարձրաստիճան հոգևորականներ ուրեմն ինչպիսի հայտարարություններ են անում եւ ինչ դիրքորոշումներ են պաշտպանում եւ այս ամենի ըստ էության մեղավորը նախ եւ առաջ Գարեգին երկրորդն է։ Տեսեք, մենք մշտապես ասում ենք, որ եկեղեցու խնդիրները, եկեղեցու հարցերը պետքա եկեղեցու ներսում լուծվեն։ Լավ, համաձայն եմ դրա հետ, որքան էլ մենք ասում ենք եկեղեցին անջատ է պետությունից, բայց եկեղեցին անջատ չի իր հոտից եւ եկեղեցում տեղի ունեցող ցանկացած ուրեմն ապօրինություն եւ ոչ հոգեվոր վարք եւ դրսեւորում դա ազդեցություն է գործում այդ եկեղեցու հետևորդ
ժողովրդի հեղինակության ու, չգիտեմ, բարոյական նկարագրի հոգևոր, չգիտեմ, արժեքների վրա եւ հետեւաբար քառորդ դարից ավել մենք ասում ենք որ եկեղեցում խնդիրներ կա եւ նորից կրկնում եմ որ եկեղեցու խնդիրները, չգիտեմ, եկեղեցու ներսում պետքա լուծեն, լավ երբ պետքա լուծվեն, ինչ որ մեկը կարող է եկեղեցու, չգիտեմ, բարձրաստիճան պաշտոնյաներից այս տարիների ընթացքում բարձրանալ եւ նշել որ այ մենք այս խնդիրներն ենք լուծում, այ մենք տեսնում ենք այս խնդիրները որ կան եւ մենք գնում ենք այդ խնդիրները լուծելու ճանապարհով, այլ սիրելի հասարակություն, սիրելի հավատավոր ժողովուրդ, սիրելի, չգիտեմ, պետություն թեկուզ, խնդրում ենք մեզ աջակցել այս հարցում եւ չգիտեմ, մեր սխալների հարցում էլ ներողամիտ գտնվել, ոչ մի զղջման խոսք, ոչ մի սխալների ու խնդիրների ընդունում եւ ոչ մի ուրեմն այնպիսի վարքագծի դրսևորում, որից կհասկանայինք, որ մեր եկեղեցու մեջ տեղի ունեցող խնդիրները լուծվելու են կամ այս մարդիկ հասկանում են այդ խնդիրները եւ գնում են այդ խնդիրները լուծելու ճանապարհով։ Դրանի հակառակ մենք տեսնում ենք թե ինչպիսի հայտարարություններ են անում, թե ինչպիսի շատ դեպքերում անբարո դրսևորումներ ենք մենք տեսնում որոշ բարձրաստիճան հոգևորականներից, ինչու ոչ նաեւ ցածրաստիճան հոգևորականներից, եւ այս ամենը մեզ բերում հանգեցնում են եզրակացության, որ եկեղեցու ներսում սկսած Գարեգինից վերջացած իր շրջապատի ամենացածր ուրեմն հոգևորականի ոչ ոք պատրաստ չի գնալ այդ բարեփոխումներին, ավելին մի բան էլ ուրեմն հաթաթային տալիս, այ ձեզ խելոք կպահեք, այ չգիտեմ, մենք միջև վերջ են գնալու, մենք շարունակելու ենք այդ ծառայությունը։ Ինչ ծառայություն է մատուցել Գարեգինը 26 տարիների ընթացքում։ Դուք տեսել եք գետ մեկ անգամ, որ Գարեգինը վեր կանա իր այդ, չգիտեմ, սարկված պալատներից, մռամռից պատած պալատներից եւ գնա հերավոր մեր մարզեր, հերավոր գյուղեր, սահմանամերձ գյուղեր, այնտեղ մի հատ հոգևոր ծառայություն մատուցի, մի հատ հարցնի այնտեղի ժողովրդին ոնց են ապրում, ինչ են անում, կամ թեկուզ գնա հերավոր մարզերում, այ հայտարարի, որ սիրելի ժողովուրդ, օրինակ, չգիտեմ, այս ամիս ես լինել եմ այսինչ, չգիտեմ, մարզի կամ այսինչ թեմի եկեղեցում եւ այնտեղ ես անձամբ ինքս եմ այդ պատարակը մատուցելու։ Չէ, մենք նման բան չենք տեսել։ Մենք ոչ մի նման գործողություն Գարեգինի կողմից չենք տեսել։ Մենք տեսել ենք Գարեգինի շրջապատված ուրեմն մեծահարուստ օլիգարխներով, պաշտոնյաներով, այդ չգիտեմ էլիտայով, իրենց չափանիշներով այդ էլիտայով եւ կտրված իր հոտից, կտրված իր ժողովրդից։ Եվ հետեւաբար ես կարծում եմ այն ինչ որ տեղի ունենում հիմա, այդ ամենի արձագանքն է։ Լավ, այդ թեզի մասին կամ այդ իրողության մասին, որ Գարեգին բն ունի ընտանիք եւ զավակ, դրա մասին 10 եւ ավել տարի առաջ գրվել է հայկական մամուլում, չէ, գրվել է այդ մասին։ Այսինքն սա նշանակում է, որ դա պետքա ահազանգ լիներ Գարեգինին եւ իր շրջապատին, որ այլևս լայն հանրությանը ուրեմն այդ տեղեկությունը հասանելի է եւ իրենք պետքա դերևս այդ ժամանակ փորձեն գնային որոշակի քայլերի, որոշակի բարեփոխումների, բայց իրենք ոչ մի բան չեն արել եւ ընդհակառակը եկեղեցին կամ նրա վերնախավը կամ այդ վերնախավի մի մասը ընդհակառակը դարձել են կտրվել են բացառապես հասարակությունից իրենց հոտից եւ կարծեք թե դարձել է մի այսպես փակ բիզնես կամ չգիտեմ հին սովետական մեթոդներով աշխատող բյուրոկրատական մի հատ ապարատ, որտեղ օրինակ եթե դուք փորձեք գնալ եւ հանդիպել Գարեգին Բ-ի հետ, ես կասկած ունեմ, որ դուք, չգիտեմ, օրերով եւ ամիսներով փորձելով կհաջողեք հանդիպել Գարեգինի հետ եւ հարցազրույց վերցնել, բայց ես համոզմունք ունեմ, որ դուք եթե փորձեք առանձին գնալ եւ հարցազրույց վերցնել Հայաստանի Հանրապետության վարչապետից, դա ձեր մոտ շատ շուտ կստացվի, չնայած այն հանգամանքին, որ գրեթե ամեն շաբաթյա հաճախականությամբ Հայաստանի ուրեմն ղեկավարը հարցազրույցներ եւ մամուլի ասուլիսներ է կազմակերպում։ Նիկոլ Փաշինյանն ընդունում է քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանը, ամենայն դեպս տեսեք, այսպեսի մի օրինակ բերեմ, կա պետական ապարատ, կա այդ ապարատի աշխատանքի սկզբունքներ, եւ ես չեմ լսել որևէ քաղաքացի, որ նամակով դիմել է կամ
լուրջ խնդիրներ է ունեցել հանդիպել ուրեմն վարչապետին կամ տեսնել վարչապետին կամ վարչապետի ձայնը լսել այդ քաղաքացին խնդիր է ունեցել։ Ես բերեմ մի օրինակ, ես բազմաթիվ քաղաքացիների գիտեմ, որոնք ինձ դիմում են, բողոքում են, ասում են նամակներ ենք ուղարկել կառավարությունից ուղարկել են ՊՆ, ՊՆ-ից ուղարկել են կառավարություն եւ մեր խնդիրը չի լուծվել։ Նույնիսկ քաղաքացիներ, որոնց ես խորհուրդ եմ տվել գրավոր դիմել վարչապետի աշխատակազմին, իրենք ասում են, քեզ լսեցինք, այդ նամակն ուղարկեցինք եւ արդյունք չստացանք։ Դե այսպես ասեմ, ես էլ գիտեմ շատ քաղաքացիներ, որոնք դիմել են իրենց հարցով եւ լուծում են ստացել, բայց խնդիրը հետեւյալն է։ Խնդիրը նաեւ գլոբալ խնդիրների մասին է։ Այ դուք որպես լրագրող փորձեք հարցազրույց վերցնել Հայաստանի ամենայն հայոց կաթողիկոսից եւ տեսեք դա կստացվի թե չէ, բայց ես համոզմունք ունեմ, որ դուք փորձեք հարցազրույց վերցնել Հայաստանի վարչապետից, թեկուզ այդ քաղաքացիների բողոք դիմումների հետ կապված դուք Այստեղ խնդիրը այն չի, թե ով ինչ ինտենսիվությամբ է հարցազրույց տալիս։ Դուք ասում եք տարիներ առաջ մամուլում տպվել է, որ կաթողիկոսը երեխա ունի։ Բայց այդ ընթացքում իշխանափոխություն է եղել։ Այս մարդիկ եկել են, ասել են, դա մեր առաջնահերթությունը չէ։ Նիկոլ Փաշինյանը եկել է ամեն ինչ նորացրել է, եկեղեցին թողել է նույնը, ասել է դա իմ գործը չէ, լայվ է մտել իր աշխատասենյակը եւ ասել է դա եկեղեցին ինքը պետք է այդ խնդիրը լուծի։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը երբ որ մի թեզ է բերել առաջ, այն է կաթողիկոսի երեխա ունենալու այդ թեզը, դա նշանակում է, որ սա իրական պատճառը չէ, սա պատրվակն է, որովհետև ինքը այն ժամանակ էլ գիտեր, գուցե ինքն էլ որպես լրագրող գրել այդ մասին չգիտեմ, բայց այն որ այս փուլում դա բերվել է առաջի պլան, մի բան, որի մասին իմացել են մարդիկ, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, որը չէր կարող չիմանալ, թե իր падգամավորական գործունեության արդյունքում, թե լրագրողական գործունեության արդյունքում նկատի ունեմ այդ հրապարակման մասին չէր կարող իմացած չլիներ։ Հարց է առաջանում, ասում եմ, այդ ինչ են ուզում անեն, որ պատրվակը երեխա ունենալն են դարձրել։ Ասեմ, այն պահից, երբ որ Գարեգին առաջինը ներողություն, Գարեգին երկրորդը եւ իր նեղ շրջապատը որոշեց, որ պետքա ինքը ուրեմն հաջողել է հոգեվոր կյանքը եւ իրեն պակասում է քաղաքական կյանքը եւ որոշում կայացրեց մտնել քաղաքականության մեջ եւ դառնալ օպոզիցիա, քաղաքական օպոզիցիա, որի մասին իրենք հայտարարել են, այդ պահից, ինչպես ես մեր հարցազրույցի սկզբում նշեցի, այդ պահից քաղաքական իշխանությունը ունի բոլոր իրավունքները, ուրեմն այդ խավի հետ վարվել այնպես, ինչպես վարվում։ Չէ, ներողություն, դա քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը չէ, դա դաստական քաղաքական Նիկոլ Փաշինյանն է։ Այստեղ մենք գործ ունենք բարեպաշտ քրիստոնյա Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա Հայաստանի Հանրապետության վարչապետ չէ այս գործընթացում, ինքն է ասել։ Եվ դու լինելով բարեպաշտ քրիստոնյա, իմանալով, որ նա պատգամավոր ժամանակ ինչի չէր սկսել այս գործընթացը, քրիստոնյա է, չէ՞։ Ներողություն, ես չեմ լսել, որ Նիկոլ Փաշինյանը ասել է, ես այն ժամանակ գիտեի, որ Գարեգին երկրորդը ունի երեխա եւ ձայն չեմ անել, այդ պահել եմ, որ ասեմ։ Ես Նիկոլ Փաշինյանից քաղաքականության մեջ է մտել եւ քաղաքական հակառակորդին է պատասխանում։ Այս դեպքում ես ասում եմ, որ ինքը քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը չէ, այս ամեն ինչով զբաղվողը։ Բոլորից ես որպես քաղաքագետ նշում եմ, որ այստեղ պայքար է գնում այսպես կոչված հոգևոր իշխանության որոշակի թևի եւ քաղաքական իշխանության որոշակի թևի։ Դա ակնհայտ է։ Հիմա մենք ոնց կանվանենք դա, ինչ փաթեթավորման կներկայացնենք, այս ամենը քաղաքական պայքարի տրամաբանության մեջ է։ Եվ այստեղ գնում է քաղաքական պայքար։ Կայ որ եկեղեցին չի պատրաստվում առաջադրվել 26 թվին, ինչ քաղաքական կաթողիկոսը չի պատրաստվում առաջադրվել 26 թվականին, բայց կաթողիկոսը չգիտեմ, երեք էր թե առաջին օրը ուրեմն ողջույն հղեց հայ հեղափոխական դաշնակցությանը, այսինքն այն քաղաքական ուժին, որի փաստացի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը։ Մենք կաթողիկոսի շուրջը տեսնում ենք այն օլիգարխներին կամ նրանց զավակներին կամ այն նախկին իշխանավորներին, որոնք այդ 20 տարիների ընթացքում նաև կառավարել են երկիրը, արել են այն ինչ որ արել են եւ որի մասին երբեք կաթողիկոսը ձայն չի անել։ Այդ դեպքում ինչի կաթողիկոսը սկսեց իր, այսպես ասենք, հակաիշխանական գործողությունները կամ
ուրեմն կամ որոշում կայացրեց մտնել քաղաքականության մեջ, կան քաղաքական ուժեր, ինքը շատ ավելի հեղինակավոր կլիներ, եթե ինքը հավասար հեռավորություն պահեր բոլոր քաղաքական ուժերից եւ մնար իր դիրքում։ Եվ կրկնեմ, քանի որ ինքը որոշում է կայացրել մտնել քաղաքականություն, իր հետ վարվելու են քաղաքականության կանոններով եւ դա այլևս ակնհայտ է։ Ես ուզում եմ նախորդ մեր հարցին մեկ լրացում անել, երբ որ ես ասում եի կաթողիկոսի հասանելիության մասին, շուրջ 1 տարի առաջ ես որպես նաև հասարակական կազմակերպության ղեկավար նամակ ուղղեցի հասարակական կազմակերպության անունից հայ առաքելական եկեղեցուն կապված ուրեմն ստորին կամ միջին եւ ներքին այդ ցածր հոգեվոր ուրեմն սպասավորների սոցիալական վիճակի հետ կապված, թե այդ մարդիկ ինչպես են ստանում աշխատավարձ, ինչ միջոցներով, այդ մարդիկ ինչպիսի սոցիալական կարգավիճակ ունեն, այդ մարդկանց սոցիալական խնդիրները ինչպես է լուծում, ու այսպես շարունակ։ Ես նույնիսկ զանգեցի Մայր Աթոռի այդ մամլոյցարայություն, տեղեկացա, որ նամակը արդյոք հասել է թե չի հասել, ինձ ասեցին այո նամակը հասել է եւ կպատասխանենք։ Տարի ու կես դրանից հետո էլի զանգել եմ զանգերին, ոչ ոք չի պատասխանել, ու տարի ու կես դեռևս ես սպասում եմ այդ նամակի պատասխանին։ Ինչի չեն պատասխանում, որովհետեւ չունեն պատասխան, որովհետեւ կան եկեղեցու ներսում խնդիրներ, որոնք առաջացել են նաեւ ու նախ եւ առաջ իրենց պատճառով, եւ այդ խնդիրները լուծումներ են պահանջում։ Հիմա մենք ինչ անենք, մի քարոր դարել նստենք, սպասենք, ասենք եկեղեցու ներսի խնդիրները եկեղեցու խնդիրներն են, ոչ, ես կարող եմ փաստել, որ եկեղեցու խնդիրները այլևս եկեղեցու խնդիրները չեն, եկեղեցու ներսի խնդիրները դրանք հայ ժողովրդի խնդիրներն են, Հայաստանի պետականության խնդիրներն են, եւ հետեւաբար այդ խնդիրների լուծման մեջ նաեւ իր դերը պետք է ունենա պետությունը, իհարկե օբյեկտիվ մոտեցմամբ եւ օբյեկտիվ ուրեմն գործընթացներով։ Մենք ներողություն եմ խնդրում, մենք Ուկրաինայի նույն պատերազմի ժամանակահատվածում տեսնում ենք, թե Ուկրաինայի անվտանգության ուժերը ինչպես են բացահայտում հոգեվորականների այդ վեղարների տակ թաքնված ուրեմն օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների։ Սա նաև ազգային անվտանգության հարց է, այս թեման նաև շոշափվում է մեր եկեղեցու հետ կապված, այս հարցերին պետք է պատասխան տան։ Այդ հարցերի համար առաջին պատասխան տվողը դա Գարեգին II-ն է, որը ամեն կերպ խուսափում է այս հարցերի պատասխանելուց, ամեն կերպ խուսափում է այս հարցերին պատասխան տալուց, բայց ես համոզված եմ, որ նաև ձեր նման լրագրողները մի օր կբռնացնեն Գարեգին II-ին եւ այս ամբողջ հարցերը կուղեն եւ կակնկալեն պատասխան, ոչ թե այդ պատասխանների շրջանցում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը օրը մի սենսացիոն հայտարարություն գցում է մեդիադաշտ։ Ու դրա շուրջ այսպես քննարկումներ, հարցազրույցներ, հիմա այս մեր հարցազրույցն է հիմնական, բայց ապացույցներ մենք չենք տեսնում։ Չգիտեմ, ասել որ ուզում եմ կաթողիկոս, որը ոչ թե ինձ ենթարկվի, այլ չենթարկվի օտար հատուկ ծառայության լեյտենանտին, գնդապետին եւ նրան ամեն օր չզեկուցի։ Ըստ էության ասում է, որ ներկայիս կաթողիկոսը դրանով է զբաղված։ Այո։ Ու չկա զերո ապացույց։ Եթե դու իշխանություն ես, ԱԱՑ-ն քո ձեռի տակն է, դու ունես գործիքակազմ, ինչի դա չես ապացույցում։ Տեսեք, ես կարծում եմ, որ ինչ որ պահի մենք այդ ապացույցներն ենք ունենանք, չնայած դրա մասին մամուլով բազմիցս գրվել է եւ նույնիսկ գրվել է ուրեմն Գարեգինի եւ իր եղբոր KGB-ի ծածկանունները, եթե չեմ սխալվում, եթե հիշողությունը չի դավաճանում, նույնիսկ մամուլում նման ուրեմն հոդվածներ են գրվել, բայց մյուս կողմից էլ ուրեմն ոչ Գարեգինը, ոչ իր եղբայրը չեն ուրեմն հակադարձել կամ չեն ուրեմն ժխտել կամ չեն հերքել, որ նման բան կա, ավելին, եթե ես լինեի իրենց փոխարեն դատի կտայի, միգուցե դատի տան, իսկ միգուցե դատական process-ում պարզվի ինչ որ Հայաստանի վարչապետը ասում է։ Իսկ ես համոզմունք ունեմ, տեսեք, Արշակ Խաչատրյանի հետ կապված էլի խոսակցություններ կային եւ էլի ասում են ինչու ապացույցներ չկան, ապացույցներ չկան, ապացույցներ չկան։ Հիմա այդ ապացույցները սպրտեց մամուլ եւ հիմա էլ ասում են, այ գիտեք ինչ կա, էսի չէ, այն մեկը նայում ասում է չէ, ես չեմ, այն մի թևը ասում է տեսեք դուք ինչ հանցագործություն եք կատարել եւ այլն եւ այլն։ Հիմա լավ ձևը ո՞րն է։
Ձևը որն է այդ ապացույցները ասելու, ձևը որն է ասելու, որ Ժողովուրդ ջան, այն ինչ որ մենք ասում ենք, ճիշտ ենք ասում, մի ստիպեք, որպեսզի իհարկե ես չեմ ասում, որ դա իշխանությունն է հրապարակել, բայց այնուամենայնիվ եթե նման բարձր մակարդակով նման հայտարարություններ են արվում եւ համոզմունք ունեմ, որ առնվազն 99% դեպքերում ապացույցները կան, այլապես ես կարծում եմ, որ եւ Գարեգին Բ-ն եւ իր եղբայրը եւ մնացած հոգեվորականները, որոնց մեղադրում են նման գործողությունների, իսկ ես կարծում եմ հանցագործությունների մեջ, իրենք առնվազն կհերքեին եւ առնվազն կդիմեին դատարան դատի տալով նման հայտարարություններ անողներ։ Բայց դատի չտալ դեռ չի նշանակում դա իրականություն լինել։ Լավ, գոնե Գարեգինը իր դեմքով կամ իր եղբայրը իր դեմքով գոնե պետք է հերքեն այդ ամենը, լավ։ Դատի մարդկանց մեղադրում են օտարերկրյա գաղտնի ծառայությունների գործակալ լինելու մեջ։ Դա պետական դավաճանությանը հավասար գործողություն է։ Հիմա այդ մարդիկ պետքա կանգնեն, ասեն, չէ, Ժողովուրդ ջան, մենք այդ գործակալները չենք։ Լսել եք դու Գարեգին Բ-ից կամ, չգիտեմ, իր եղբայր Եզրասից նման հայտարարություն։ Ես չեմ լսել։ Դե նրանք ասում են սա արշավ է մեր դեմ, ըստ էության չեն ուզում դրան, այսպես ասած, յուղ լցնեն կրակի վրա, շարունակում նույն բանը ժամանակին ասում է, նույն բանը ժամանակին ասում է, դա արշավ չի, կներեք, եթե մեկը ինձ մեղադրի օտարերկրյա գաղտնի ծառայություններում աշխատելու մեջ ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը, ես հաջորդ քայլս որ անելու եմ, դատեմ տալու այդ մարդուն։ Եթե ես իրականում այդ գաղտնի ծառայությունների գործակալը չեմ, հասկանում եք, սա լուրջ մեղադրանք է, հասկանում եք, նման մեղադրանք հնչեցնելուց հետո կամ նորմալ երկրում այդ մարդը կամ պետք է հելներ հերքեր եւ գնար դատարան, կամ ընդուներ մեղքը եւ հեռանար իր պաշտոնից եւ գնար էլի դատարան դատվելու։ Պարոն Արաքելյան, քաղաքականություն վերադառնալու մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանը, ավելի ճիշտ ընտրություններին մասնակցելու, սխալ ասացի, քաղաքականություն վերադառնալու 26-ի ընտրություններին մասնակցելու հավանականությունը չի բացառել Ռոբերտ Քոչարյանը եւ կարծում է, որ սա իր հիմնական միակ պլանն է, ասում է ԿՊ-ն պետք է հեռանա, ես պլան B չունեմ, կհաջողվի Ռոբերտ Քոչարյանին իշխանափոխություն անել։ Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր մեծագույն հայտարարություններ անում, որ միջև քոք մաշեցնելու ենք։ Հիմա ինչ որ պլան B չունենալու մասին է խոսում ու իր պլան A գործող իշխանությանը հեռացնելն է։ Համոզված եմ, որ 26 թվականին Ռոբերտ Քոչարյանը կտեսնի այդ պլան B-ն եւ այդ պլան B-ով հերթական անգամ ինքը կհասկանա, որ Հայաստանի Հանրապետության առնվազն քաղաքական դաշտում ինքը գործ չունի անելու եւ ընդ որում իր եւ իր քաղաքական շրջանակների մասին էլ է նման հայտարարություններ արվում, որ իրենք ինչ որ երրորդ երկրների ազդեցության գործակալներ են եւ այլն եւ հետեւաբար ես կարծում եմ, որ մեր հասարակությունը եւ ժողովուրդը լավ է հասկանում ինչ է կատարվում, լավ է հասկանում ինչ է կատարվել եւ 26 թվականին ես կարծում եմ գոնե վերջնականորեն այս մարդիկ դուրս կմղվեն Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտից, այս մարդիկ վերջնականորեն պատասխան կտան այն ամեն գործողությունների համար, ինչ իրենք արել են իրենց կառավարման տարիների ընթացքում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության մեջ լինել չլինել, ես կարծում եմ այսօր նույնիսկ իրենց դաշտում գործող շատ ուրեմն անհատներ խոսում են, որ այո, Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության կամ այդ ընդդիմադիր պայմանական ընդդիմադիր այդ դաշտում լինելը շատ մեծ վնաս է հենց այդ դաշտին եւ հետեւաբար ողջունում եմ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը 2026 թվականի ընտրություններին, առավել եւս եթե չեմ սխալվում, ինքը որոշել է, որ հենց իր դեմքով էլ մասնակցի եւ այդ դեմքով էլ կգնա մեր քաղաքացիների մոտ, մեր այդ դեմքով էլ կգնա այդ մարզեր ու շրջաներ ու բացատրություն կտա մեր քաղաքացիներին իր կառավարման 10 տարիների այդ ամբողջ ընթացքի մասին ու քաղաքացիներն էլ համապատասխան դրա գնահատական կտան, չնայած ես համոզված եմ, որ քաղաքացիները այդ գնահատականը այսօր էլ ունեն։ Ինչու պետք է քաղաքացիները չուզեն, որ Քոչարյանը կրկին կառավարի Հայաստանը։ Դե տեսեք,
Այդ հարցին պատասխանելու համար պետք է նայենք Քոչարյանի այդ ամբողջ 10 տարիների կառավարման ժամանակահատվածը, 10 տարիների բռնապետության ժամանակահատվածը, Քոչարյանի կառավարման տարիներին մենք ապրել ենք 10-ամյա բռնապետության ժամանակահատված, որի ընթացքում Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցվել է ամենացածր մակարդակի, որի ընթացքում Հայաստանի ստրատեգիական կարևոր օբյեկտներ հանձնվել են երրորդ երկրների, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը եւ իր ընտանիքը եւ իր շրջապատը ըստ իրենց ասելու եկել են Հայաստան չունենալով նույնիսկ Երևանում մեկ տուն, բայց իրենց նախագահության ժամկետը ավարտելուց հետո մենք այսօր հակակոռուպցիոն այդ գործընթացներում միայն տեսնում ենք, որ ըստ էության Ռոբերտ Քոչարյանը եւ իր ընտանիքը հանդիսանում է Երևանի կենտրոնի ամենախոշոր անշարժ գույքի սեփականատերերից մեկը, առնվազն $200 միլիոն ուրեմն չափածուցված, ապօրինի գույքի հետ կապված գործընթաց կա հակակոռուպցիոն ուրեմն մարմիններում եւ դատարանում եւ այս մասին հենց սրա համար պետքա որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ձայն չտան Ռոբերտ Քոչարյանին, նաեւ նրա համար որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը լքել են կես միլիոնից ավել քաղաքացիների, ինչ են լքել այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությունը, լավ օրից են գնացել, իհարկե ոչ։ Երբ այսօր շատերը խոսում են իհարկե Արցախահայության այդ ողբերգությունից, երբ 120,000 հայ բռնա գաղթվեց իրենց տներից եւ եկան Հայաստանի Հանրապետություն, հիմա կես միլիոն հայ բռնի կերպով ըստ էության հեռացվել է Հայաստանի Հանրապետությունից, կես միլիոն հայ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, կես միլիոն հայ բռնի կերպով տարբեր պայմանների ազդեցության ներքո անվերադարձ հեռացել են Հայաստանի Հանրապետությունից։ Հիմա եթե Իլհամ Ալիևը ուրեմն 120-150,000 հայի է իր տնից ու տեղից արտաքսել, ապա Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը միասին կես միլիոն հայ են իրենց կառավարման տարիների ընթացքում այնպիսի պայմաններ են ստեղծել, որ այդ մարդիկ իրենց տները թողել են եւ անվերադարձ հեռացել են իրենց հայրենիքից։ Այս սրա համար է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ուզենալու ձայնը տալ էլի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Շնորհակալություն, պարոն Արաքելյան, հարցազրույցի համար։